Գործարար համայնքի սիրելի ներկայացուցիչներ ջան, գործընկերներ ջան, բիզնեսմեններ եւ բիզնես լեդիներ ջան։ Ընդամենը օրեր առաջ հիշում եք, որ ներկայացրեցի այն հանգամանքը, որ բազմաթիվ արդեն կարող եմ ասել բազմաթիվ ընկերությունների ղեկավարներ, սեփականատերեր քննարկում էին այն հարցը ինձ հետ, որ անհրաժեշտություն կա բիզնես ակումբ ստեղծելու, որը կծառայի բուն նպատակներին եւ կողմնակի ֆորմալ երևույթները կմինիմիզացվեն։ Վերլուծելով այդ ամենը քննարկելով մասնագիտական թիմի հետ, այս պահին ցանկանում եմ հանդես գալ նախաձեռնությամբ, որը դուք ինքներդ վերլուծելու եւ առաջարկներով հանդես գալու հնարավորություն բնականաբար կունենաք։ Առաջարկում եմ ստեղծենք համատեղ ուժերով Armenian Business Club կամ ABC։ Սա նախևառաջ լինելու է ակումբ միասնականության եւ կամեցողության դրսևորմամբ։ Անդամակից յուրաքանչյուր ընկերություն, որովհետև անդամներ են հանդիսանալու ընկերությունները, ոչ թե իրենց ղեկավար, սեփականատեր կամ այլ ներկայացուցիչ ֆիզիկական անձիկ։ Յուրաքանչյուր ընկերություն այդ ակումբում լինելու է հավասար, պրեմիում, էլեգանտ, գոլդ, էլիտար, գլամուր անդամներ Armenian Business Club-ում չեն լինելու։ Յուրաքանչյուր ընկերություն այդ ակումբի ակումբակից հանդիսացող ունենում է ձայնի մեկ իրավունք։ Ակնկալվում է, որ այդ ակումբում կհամախմբենք առաջին հերթին մեր տնտեսության գիգանտներին, ովքեր բնականաբար խոշոր են, մրցունակ եւ արժանի, որոնք կկազմեն ակումբի առաջին էշելոնը։ Ու ընթացքում կմիանան բազմաթիվ այլ ընկերություններ։ Ինչպես այն անգամ եմ ասել, կրկնում եմ, որ անդամավճար ABC-ում չի լինելու, ոչ քողարկված, ոչ ուղիղ, ոչ սկզբնական փուլում, ոչ միջանկյալ փուլերում։ Փողային 10 ովքեր ABC-ում չեն լինելու, ոչ մի պարագայում։ Հիպոթետիկ եմ ասում, սկսվեն նմանատիպ հարցեր, առաջին Average 11 Holding-ը իմ գլխավորությամբ կլքի այդ ակումբը։ Ակումբի կազմակերպական, տեխնիկական եւ ընդհանուր մենեջմենթի աշխատանքները կրկին առաջարկում եմ, որպեսզի իրականացվի շրջանակաձև մեթոդով։ Այսինքն ամեն ամիս այդ պատասխանատվությունը իր վրա ստանձնի ակումբակից ընկերություններից որևէ մեկը։ Իմիջիայլոց ասեմ, որ ABC 1111.am դոմեյնը արդեն իսկ վերցրել ենք, որի վրա բնականաբար կկառուցվի վեբկայք ու այդ կանենք մենք Average 11 Holding-ի թիմով ու ակումբակից որևէ այլ ընկերության այդ հարցում նեղություն չենք տալու։ Ակումբի աշխատանքները առաջարկում եմ սկսենք մարտի սկզբից ու որպես նախաձեռնող կողմ առաջարկում եմ, որպեսզի մարտ ամսվա ակումբի աշխատանքների մեկնարկը եւ կառավարումը իրականացնենք մենք Average 11 Holding-ը, ինչ որ մի տեղային ակնկալիքով, որպեսզի օրինակ ծառայենք հաջորդ ամիսներին այդ պատասխանատվությունը ստանձնող ընկերությունների համար։ Ապրիլի 1-ից էստաֆետը կփոխանցենք
մեկ այլ ընկերության։ Ըստ այդմ, մարտի 6-ին նախատեսում ենք առաջին հանդիպումը նոր ստեղծվող ակումբի ակումբակիցներով։ Իվենթը կկազմակերպենք բնականաբար մենք, կլինի հյուրասիրություն մեր պատկերացրած նորմալ մակարդակով, վարձակալած կլինենք հարմար վայր, կոնֆերանս բոլոր հնարավորություններով և շատ հավանական է, որ կունենանք հետաքրքիր հյուր, ումից որ սովորելու բան կունենանք։ Այդ ամենը մենք կանենք ու որևէ մեկից կոնկրետ մենք վճարելու կամ այդ ամենը ֆինանսական մասի նկատի ունեմ սփլիթ անելու կամ շեյր անելու անհրաժեշտության հարց չենք բարձրացնի։ Մենք ուրախ ենք ու մեծ պատիվ է մեր հայկական ընկերությունների ներկայացուցիչներին հյուրասիրել, համատեղ արդյունավետ հանդիպում, ժողով կամ իվենթ ունենալ։ Մենք պատրաստ ենք ծախսենք օրինակ 2 միլիոն դրամ, դա համարում ենք մեզ համար ներկայացուցչական ծախս ու ոչ ավելին, ու չեմ կարծում, թե դրանից որևէ խոշոր ընկերություն ֆինանսապես կկործանվի։ Էլ եմ կրկնում, այս ամենի նպատակը միասնականություն և կամեցողությունը նոր հարթության վրա հետ բերելն է, մի բան, որ վերջին ժամանակներում մեզ հավատացեք պակասում է։ Ու ամենակարևորը, ինչ ենք մենք ակնկալում այդ ակումբի գործունեությունից։ Առաջինը, ակնկալում ենք, որ բոլորովս ստանալու ենք իրական գիտելիքներ և իրական փորձնական հմտություններ այն անձանցից, ովքեր իզորու են մեզ այդ ամենը փոխանցել, որոնք մեզ անհրաժեշտ կլինեն մեր մասշտաբավորման և հետագա հաջողությունների ընթացքում։ Երկրորդը, հնարավորություն է լինելու, որ յուրաքանչյուր ընկերություն ներկայացնի իր բիզնես պլանը, իր անհրաժեշտությունը լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու հետ կապված, իսկ մեկ այլ ընկերություն, ով ունի ազատ միջոցներ, կարողանա ուղիղ մասնակցել, այսինքն ներդրումային նոր միջավայր ենք ցանկանում դրանով ստանալ, որովհետև հանրահայտ է, միշտ չի, որ բանկերը ժամանակին են հասցնում գործարարին ապահովել այն վառելիքը, որը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ իրենց ներկայ և ապագայի համար։ Իսկ փողի արժեքը ժամանակի մեջ յուրաքանչյուր գործարար պարտավոր է գիտակցել։ Երրորդը, որ մենք ակնկալում ենք ակումբի գործունեությունից որպես դրական հետևանք, դա կլինի ակումբի անդամ հանդիսացող ընկերությունների խնդիրների լուծումը։ Մենք շատերս բախվում ենք խնդիրների, որոնք ունեն օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն, այս դեպքով մենք հնարավորություն կունենանք համատեղ առաջարկներ ձևավորել և ներկայացնել մեր պետական կառույցներին, դրանով կլուծվեն թե մեր խնդիրները, թե մենք օգնած կլինենք մեր պետությանը։ Ի վերջո յուրաքանչյուրիս հաջողությունը դա մեր պետության հաջողությունն է։ Գուցե ռոմանտիկ հնչի, բայց առավել քան իրատեսական եմ համարում, որ ակումբին անդամակցելու է ընդհանուր 1111 հայկական ընկերություն, թե Հայաստանի Հանրապետությունում ստեղծված, թե մեր հայերի կողմից, աշխարհասփյուր հայերի կողմից այլ պետություններում ստեղծված։ Ու նման պայմաններում մեր ընկերներից յուրաքանչյուրը, ով կունենա մասնավոր խնդիր, պատկերացրեք 1110 հոգով կանգնենք իր կողքը։ Անենք հեռախոսները, պլանշետները, օգտագործենք մեր բոլոր կապերը, մասնավոր, քաղաքական, դիվանագիտական, բիզնես։ Երևակայությունս անզոր է պատկերացնել, ինչ խնդիր պետք է ունենա մեր ընկերը, որպեսզի մենք նման միասնականության պայմաններում չկարողանանք իրեն օգնել և ստանալ դրական արդյունք։ Ակումբին
անդամակցելու հետ կապված։ Առաջարկում եմ, որ հիմնական կորիզը ձևավորելուց հետո, օրինակ 30 ակումբակիցներից հետո, յուրաքանչյուր այլ ընկերություն, ով ցանկություն է հայտնելու անդամակցելու է մյուս ակումբակիցների OK-ի մեծամասնության հիման վրա։ Այսինքն տեխնիկապես մենք կձևավորենք ինչ-որ շփման on-line հարթակ, ինչ-որ chat, Messenger, WhatsApp, կարևորը դա չի։ Ընկերությունը, ով որ կդիմի անդամակցելու, մյուս մասնակիցները ուղղակի հաստատում են OK կամ no։ Եթե OK-ների քանակը գերազանցում է no-երի քանակին, բնականաբար մենք կարող ենք welcome անել մեր նոր գոլեգային, մեր նոր ակումբակցին։ Այսինքն ակումբը ունի հստակ առաքելություն ու հստակ նպատակներ, որոնց հետևից գնալու են։ Թե մենք, թե մյուս ակումբակիցները բնականաբար կողմնակից չեն լինելու խաշլամա փարթիներ կազմակերպելու հետ կապված դրսևորումներին, դրանց հետ կապված փողեր հավաքելուն, ակումբակիցներին Եգիպտոս չենք տանելու Մուստաֆա Իբն Ռեզայի հետ հանդիպմանը կամ նկարվելու, դուք յուրաքանչյուրդ ինչ-որ չափով կայացած անձիկ եք, կարող եք ձեր ժամանցը կազմակերպել։ Սա կլինի լուրջ ակումբ, սա կլինի հավասարազոր ակումբ, որը կտա կոնկրետ արդյունքներ ու ամեն ինչը տեղի ունենալու միասնականության եւ կամեցողության շրջանակներում։ Հետևաբար մարտի 6-ին Աստված առաջ կլինի առաջին հանդիպումը ակումբի ներսում ակումբակիցների մասնակցությամբ։ Կձևավորենք մենք ՀԿ, թե չենք ձևավորի, կախված կլինի նաև ձեր մյուսների կարծիքից։ Շրջանակաձև կառավարման պայմաններում պարտադիր չի ՀԿ պաշտոնապես ձևավորել, յուրաքանչյուր ընկերություն, ով որ տվյալ ամսում պատասխանատու է ակումբի մենեջմենթի համար, կարող է իրականացնել համապատասխան ծախսերը ակումբի համար, որը կկոմպենսացվի մյուս ակումբակիցների կողմից։ Դա արգելված չի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այդ թվում մեր հարկային օրենսդրությամբ, հաշվապաների եւ ֆինանսիստների տիրույթում է։ Մենք այդ իմաստով OK ենք, բայց ամեն ընկերություն ունի իր քաղաքականությունը այդ իմաստով եւ մասնագետներն էլ համապատասխանաբար ունեն իրենց մոտեցումը։ Սա էլ ընթացիկ տեխնիկական հարց, որի հետ կապված պատասխանը կստանանք շուտով ձեր արձագանքներից ելնելով։ Ակումբի հիմնական կորիզը տրամաբանորեն կկազմեն այն ընկերությունները, ովքեր նաև ներառված են լինելու Digital Business Book of Armenia-ում, որի շնորհանդեսը հիշեցման կարգով նշեմ, որ տեղի կունենա փետրվարի 6-ին Armenia Marriott հյուրանոցում, պրեզենտացիա, շնորհանդես, համապատասխան ելույթներ, դրանից հետո dinner networking եւ տոնական տորտ։ Պլանավորվում է հյուրեր ոչ միայն մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ կապված, այլ նաև միջազգային հայտնի մարդիկ, դիվանագիտական բիզնես կառույցների եւ բանկային սեգմենտի։ Նաև հրավերներ են ուղարկվելու մեր երկրի բարձրագույն ղեկավարությանը։ Այնպես որ եկեք նոր տարին սկսենք նոր միասնականության ու նոր արդյունավետության ակնկալիքով, իշա մեր հանրապետության, իշա նաև բոլորիս բարեկեցության, ամեն մեկս այդ հարցում ունի իր մոտեցումը։ Կսպասենք ձեր արձագանքներին, մենք հասանելի ենք, կապի մեջ ենք։ Շնորհավորում եմ ձեր գալիք ամանորը, Սուրբ Ծնունդը, մաղթում եմ ձեր ընտանիքներին քաջ առողջություն, երջանկություն եւ բեղմնավոր աշխատանք հաջորդ տարի ձեր բիզնեսներում։ Ձեզ բոլորիդ շատ սիրում եմ, լավ եղեք։